Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես եպիսկոպոսատ ժողովը Մայրաթոռում կլինի, թե ընդհանրապես Հայաստանից դուրս։ Ըստ որոշ լրատվամիջոցների հունվարի 13-ին Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշվել է հետաձգված եպիսկոպոսատ ժողովը կազմակերպել փետրվար ամսին Հայաստանից դուրս, հաշվի առնելով եկեղեցու շուրջ վերջին շրջանի զարգացումները։ Նշեմ, դեկտեմբերի 7-ին է հայտնի դարձել, որ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։ Եպիսկոպոսատ ժողովը կազմավորվում է հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից, նախագահն է ամենայն հայոց կաթողիկոսը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, օրը դեռ հայտնի չէ։ Խորհրդարանի խոսնակն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ իր ծննդյան օրը, եւ այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։ Սիմոնյանը հավելել է, եթե առիթ լինի, կանդրադառնա նաեւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սալավյովի աղմկահարույց հայտարարություններին։ Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը մեր ձևովը քաղաքական ուժ է գրանցել։ Կուսակցությունը կկոչվի Ուժեղ Հայաստան։ Շարժման մամուլի խոսնակը հայտնել է, որ իրենց ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով եւ կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։ Փրկարար ծառայությունն ամփոփել է նախորդ շաբաթվա արտակարգ իրավիճակը հանրապետությունում, եւ այսպես ըստ ամփոփագրի հունվարի 12-ից 18-ը գրանցվել է 635 դեպք, որից 185-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 66, թունավորման, փլուզման, ինքնասպանության փորձի 4-ական, պայթյունի, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու 2-ական, առատ ձյան ձնաբքի 7-ական, զինամթերքի հայտնաբերման 6, մերկասառույցի 32 եւ այլ դեպքեր։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի տարածքում հունվարի 19-ից 20-ին շրջանների մեծ մասում, 22-ի 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ից 22-ին 23-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, հունվարի 20-ից 22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու այսօրվա տեղի ունեցածը։